Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 11։ Ահա Տիրոջ աչքը նրանից վախեցողների վրա է և նրանց վրա, որ նրա ողորմությանն են սպասում։ Սաղմոս 33:18 խոսք։ Ճշմարիտ Աստծո երկյուղը նաև կոչվում է շնորհք, այսինքն հոգու շնորհքի մի քաղցր և օրհնյալ գործ, որը բաժին է հասնում ընտրյալներին։ Առաքյալը ասում է. «Պինդ բռնեք այն շնորհքը, որով պաշտում ենք հաճությամբ Աստծուն ահով և երկյուղածությամբ»։ Եբրայեցիս 12:28 խոսք։ Ինչպես այն անաստված վախը, որ բերում է ստրկություն, գործում է հոգում որպես ստրկության հոգի, այդպես ճշմարիտ երկյուղը, որ մենք ապրում ենք որդիների ազատության մեջ, գործում է Սուրբ Հոգուց, երբ նա մեզ ցույց է տալիս մեր ազատությունը։ Որտեղ որ Տիրոջ Հոգին է, այնտեղ է ազատությունը։ 2 Կորնթացիս 3:17 խոսք։ Այսինքն, երբ նա աշխատում է որպես որդեգրման հոգի, ազատելով հոգին այն ստրկությունից, որով այն կապված էր մինչ այդ, և հենց նույն հոգին է, որ հանդիմանելով գործում է այդ ստրկացած հոգում, ազատելով նրան շնորհքի քաղցրությամբ։ Ինչպես անաստված վախի հոգին կոչվում է ստրկության վախի հոգի, այնպես էլ որդու և որդեգրման հոգին կոչվում է գիտության և Տիրոջ երկյուղի հոգի։ Եսայի 11:2 խոսք։ Քանզի հենց այս շնորհքի հոգին է մեր որդիական երկյուղի հեղինակը, կենդանացնողը և պահպանողը, այն երկյուղի, որ որդու նմանությամբ կապում է ընտրյալներին Աստծուն, նրա խոսքին և ուղիներին, հնազանդեցնելով նրան որպես հայր։ Այս երկյուղը կոչվում է Աստծո երկյուղ, ոչ այնպես, ինչպես անաստված վախն է, կամ ինչպես այն, որ գործում է որպես ստրկության հոգի, այլ առավելությամբ որպես ավետարանի շնորհի դրսևորում և հավիտենական սիրո պտուղ։ Ինչպես որ ասաց Տերը. «Եվ իմ երկյուղը կդնեմ նրանց սրտերումը, որ ինձանից չհեռանան»։ Երեմիա 32:40 խոսք։